Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում սպասվում են հետաքրքիր զարգացումներ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հեռուստասերիալում նկարահանվող դերասանուհի Ռոզա Դավթյանը մեկնել է Հայաստանից, իհարկե, փառք Աստծո, արտագաղթելու նպատակով չէ, այլ հանգստի։ Այդ մասին դերասանուհին տեղեկացրել է Instagram-ի իր էջի սթորի բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ է դառնում, որ դերասանուհին մեկնել է Դուբայ և շատ շուտով կվերադառնա ու կմիանա «Վերջին զանգը» հեռուստասերիալի դերասանական կազմին։ Բայց մինչ այդ Հենրին վերջապես վերադարձել է հանգստից ու միացել ստեղծագործական թիմին և այսօր հեռուստադիտողները լարված տեսան նրա խաղը։ Հենրին գնացել է Անգելինայի մոտ, սակայն մեկ այլ հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ Հենրին ոչ մի լավ բան էլ Անգելինային չի ասում և Անգելինան ուղղակի արտասվում ու հրաժեշտ է տալիս Հենրիին։ Հենրին չի կարող ոչինչ փոխել, քանի որ ինչպես պարզ է դառնում, Միքայելն այդպես էլ չխոստովանեց իր սուտը և չխոստովանեց, որ Հենրին ու Անգելինան բոլորովին էլ քույր ու եղբայր չեն ու փրկեր իր որդուն այդ տանջանքներից։ Նա շարունակում է իր սուտը, բնականաբար այդ ստի պատճառով տանջվում են ինչպես Հենրին, այնպես էլ Անգելինան։ Բայց մինչ այդ Սեմը որոշել է իր վրեժը կիսատ չթողնել և այս անգամ կրակում է Բագրատին, բայց ինչպես միշտ, այս անգամ էլ նա վրիպում է և Բագրատին ոչինչ էլ չի պատահում, նա ուղղակի հայտնվում է հիվանդանոցում, բայց ի տարբերություն նրա, Սեմը հայտնվում է բանտում, այս անգամ արդեն երկար ժամանակով։ Իհարկե, այս ամենից ուրախանալու առիթ ունեն շախունցների ընտանիքը, քանի որ Բագրատը առայժմ խաղից դուրս է, սակայն շախունցների ընտանիքի համար մեծ անակնկալ է սպասվում արդեն Սոսի տեսքով, քանի որ մոտակա սերիաներում արդեն հանդիպելու են Սոսը, Միքայելը և Հենդոն, թե ինչպիսի հանդիպում է լինելու, արդեն հեռուստադիտողները կռահում են։ Նրանք այնքան այլայլված են լինում, որ այդ ամենը տեսնում ու հասկանում է Աննան, իհարկե, մնացածը կարող եք դիտել մեր կողմից պատրաստված տեսանյութերում։ Եթե ունեք մեր այս էկրանային զույգի հետ կապված հարցեր, կխնդրեմ, կթողնեմ պատուհան, կխնդրեմ գրեք ձեր հարցերը, ինչու՞ չէ նաև ձեր լավ խոսքերը, եթե կարծում եք, որ սիրուն էկրանային զույգ ենք, տենց չէր ասում։ Ինչ է ասում, ենքան երկար ասած մոռացա է, ինչ պիտի ասեմ։ Ես միշտ իմ տեքստերը երկարացնում եմ, խառնվում եմ իրար։ Ասա։ Ինչ ասեմ, ինձ ես խոսում այ բրտուճը, մարդ չգիտի էլ ինչ ասեմ։ Ռեպ ենք արդ։ Իրական նկարահանումն ենք վերջացրել, դուրս ենք եկել։ Այս ջենտլմեն երիտասարդը սուրճ հրավիրեց, հյուրասիրեց։ Սուրճ հյուրասիրեց բոլոր սահստավին, ուղղակի ամեն մեկ իրենց կոֆեները վեկալ ու կոփան։ Մենք էլ քայլում ենք դեպի ավտո։ Քայլում ենք դեպի մեքենա։ Բոլորիդ լավ օր։ Բարև սիրելիներս, կարոտել եք մեզ։ Շատ, չէ։ Ինձ էլ է թվում, որ մեզ շատ եք կարոտել, որովհետև մեր զույգի մասին շատ մեր էկրանային զույգի պարտադիր պետք է նշել, շատ կոմպլիմենտներ եմ միշտ ստանում ու հարցեր, ինչի ենք քիչ երևում։ Շուտով կտեսնեք։ Կոմպլիմենտներ չեմ ստանում, բայց չէ, ես իրական շատ եմ ստանում, գրում են, գալիս մոտենում ասում են, ու մինչև հիմա անգամ վիդեո ունեմ, որ տակը գրում են հալալի հետ ես դու սազում, ոնց որ մեր սցենարիստներն են լսել ձեզ։ Հալալը մինին է, ինքը մաքսն է, ոնց են սազում։ Շնորհքելի, ընտիր լկտիս, ուս մնա։ Մեր բոլոր հանդիսատեսների խնդրանքով նկարում ենք մի հատ հատված, որ տեսնեք Հալալին ու Յանային։ Որոշել ենք շփվենք ձեզ հետ, սիրելիներս։ Եթե ունեք մեր
Ողջույն բոլորին։ Ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ում համար դպրոցի զանգն այսօր հնչելու է իսկապես վերջին անգամ։ Այնինչ տանելու եք դպրոցից, այլևս որևէ տեղից չեք տանի, որովհետև դպրոցի հուշերը թերևս ամենագեղեցիկն են, ամենապարզն են, ամենաազնիվն են, որովհետև տարիքային այդ շեմում մենք լրիվ ուրիշ աչքերով ենք նայում այս կյանքին եւ մեր հայացքը այն ինչ որ մենք ունենք մեր ներսում թույլ չի տալիս մեր կյանքի ներկապնակը ավելի գորշ գույներով պատկերացնել, բայց կյանքն այդպեսին չէ իրականում, որովհետև մտնում եք նոր կյանքի նոր շրջափուլ եւ ուզում եմ որ այդ շրջափուլը լինի լավագույնը, պայծառ, արևոտ, խաղաղ, ներդաշնակ ու առանց պատերազմի ու առանց կորուստի։ Սա թերևս ամենակարևորն է։ Այո, սովորելը, կրթվելը, լավ մասնագետ դառնալը շատ կարևոր է, բայց կարևոր է թե այդ ամենը որտեղ ես դու իրականացնելու։ Միայն քեզ լովեն Չկամենա Նա վերստին քեզ Բայց կարևոր է թե այդ ամենը որտեղ ես դու իրականացնելու, թե որտեղ ես դու սպառելու քո գիտելիքը, թե որտեղ ես դու առհասարակ ապրելու, վայելելու, անցկացնելու քո կյանքը, որտեղ ես դու ընտանիք կազմելու, այդ շատ կարևոր է։ Ու ես ուզում եմ որ այդ ամենը արվի մեր հողում, մեր հայրենիքում, միանշանակ մեր հայրենիքում, մեր հողում։ Եվ ուզում եմ որ ձեր սուրը այնքան հատու լինի, որ դուք կարողանաք պահել այնինչ մերն է։ Ու ես վստահ եմ որ այդպես է լինելու, որովհետև ձեր մի խոսքով ուզում եմ որ ձեր սուրն այնքան հատու լինի, որ կարողանաք պահել այնինչ մերն է եւ ավելացնեք, ուղղակի ավելացնեք։ Գիտեմ որ այսօր շատ նորաձև է որ մարդիկ գիտելիք են ձեռք բերում այլ երկրում։ Գիտեմ որ այսօր նաեւ նորաձև է որ մարդիկ գնում են պարզապես այլ երկիր եւ փորձում են իրենց կյանքն այնտեղ դասավորել։ Գիտեմ որ շատերը կասեն դա նորաձևության հետ որևէ աղերս չունի, այդպես են անում, որովհետեւ գուցե այնտեղ ավելի ապահով է։ Չգիտեմ։ Բայց ես մի բան գիտեմ։ Մենք առավել ուժեղ ենք մեր հողում։ Այն էներգիան, որ մենք ստանում ենք մեր հողից, մի բան գիտեմ։ Մենք առավել ուժեղ ենք մեր հողում։ Այն էներգիան, որ մենք ստանում ենք մեր հողից, ոչ մի այլ երկրում, ոչ մի զարդարված, գեղեցիկ, փաթեթավորված երկրում մենք չենք կարող դա ստանալ, որովհետև դա մերը չէ, սա է մերը, այս քաղաքն է մերը, Հայաստանն է մերը, եւ մենք պիտի ձեր օգնությամբ, ձեր թարմ ուժերով, նոր ուժերով, մենք պիտի կարողանանք պահել այն ինչ ունենք, այնպես որ ձեզ թող Աստված օրհնի ձեր ճանապարհը, թող անփորձանք լինեք դուք, անվտանգ, հեռու բոլոր տեսակի համաճարակներից, հիվանդակին երևույթներից, բոլոր տեսակի չար մարդկանցից եւ կարողանաք հարթել ձեր ճանապարհը ճիշտ, խաղաղ, ողորկ, մաքուր, ազնիվ, արդար։